Նիկոլ Փաշինյանը սահմանադրություն է կարում, որը պետք է լինի Իլհամ Ալիևի հագով։ Հիմա այստեղ պիտի հասկանանք, կարողանա Նիկոլ Փաշինյանը հասնել այդ հաջողության։ Չէ՞ որ հունիսի 7-ի ընտրությունների հետևանքով Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն եւ հետեւաբար չի կարող այդ նոր սահմանադրությունը, Ալիևյան սահմանադրությունը դնել հանրաքվեի։ Իհարկե վտանգներ կան, որ պակասող ձայները կարող են խլել օրինակ գողանալ ճակերտավոր ուժեղ Հայաստանից կամ մյուս ընդդիմադիր ուժից, Հայաստան դաշինքից, որը քիչ հավանական եմ համարում, բայց այնուամենայնիվ կա մեկ ուրիշ տարբերակ եւս, եթե օրինակ Նիկոլ Փաշինյանին չհաջողվի ընդդիմությունից ստանալ այդ սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ ձայները, ապա մյուս տարբերակը երկու տարբերակ կա։ Մեկը Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սահմանադրական կարգի տապալում է իրականացնում, այսինքն անցնում է սահմանադրության վրայով եւ առանց խորհրդարանի համաձայնության դնում է հանրաքվեի, որը ապօրինի է, բայց կներեք էլի, քանի անգամ է Նիկոլ Փաշինյանը ապօրինի բաներ արել, քանի անգամ է անցել սահմանադրության վրայով, տրորել սահմանադրությունը եւ իր ուզածը արել, թեկուզ եւ 20 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը ապօրինի էր, որը պիտի ստանար խորհրդարանի համաձայնությունը, պիտի սահմանադրական դատարանով անցներ եւ այլն, բայց տեսակ էլի, ուղղակի անցան, տրորեցին եւ արեցին իրենց ուզածը։ Բայց սա իհարկե կարող է ավելի քիչ լեգիտիմ լինել այն առումով, որ վաղը չեմ մյուսօրը, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չլինի, հաջորդ իշխանությունը հանգիստ կարող է վերցնել մի կողմ դնել այդ նոր սահմանադրությունը, որը կլինի օրինակ հաստատված, եւ վերադառնալ այլ սահմանադրության, հաշվի առնելով, որ այդ Ալիևյան-Նիկոլյան սահմանադրությունը օրինական չէ։ Մյուս տարբերակը, որը ես շատ ավելի հավանական եմ համարում եւ մտահոգված եմ դրա համար, պատերազմն է։ Քանի որ մենք տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը մի քանի անգամ պայմանավորված պատերազմներ են արել, 20 թվականի պատերազմը եւ օգոստոսի ներողություն հուլիսին եւ սեպտեմբերյան 44-օրյա պատերազմը եւ 22 թվականի հոկտեմբերի պատերազմը եւ 21 թվականի մայիսին Սև լիճը գրավելու պատերազմը։ Այս ամեն ինչը տեսնելով սրանով նաև հայ ժողովրդի մոտ առաջացրել են վախ պատերազմից։ Սա էլ մեկ ուրիշ հոգեբանական բարդույթ է։ Բայց սրա հետ միաժամանակ տեսեք, մտահոգված եմ նրանով, որ օրինակ կարող են բանակցություններ սկսել, տեսնել, որ հնարավոր չի սահմանադրական հանրաքվե կազմակերպել եւ հանկարծ Ալիևը հիմա արդեն ցույց է տալիս, չէ՞ որ ինքը կարող է գրավել Հայաստանը, այս անել, այն անել, արդեն սերմերը գցում է։ Ադրբեջանը կարող է մի 2 օր Նիկոլի հետ պայմանավորված պատերազմ սկսել, զոհեր կազմակերպել, մի քանի տարածք էլ գրավել հերթական, որից հետո Նիկոլ Փաշինյանը իր կողմնակից նիկոլականների հետ կարող է օրինակ խորհրդարանը գրավել, դռները փակել եւ ընդդիմությունից պահանջել, որպեսզի ստորագրեն այդ սահմանադրական հանրաքվեի որոշման տակ։ Տարբերակ է եւ սրան պետք է պատրաստ լինեն մեր ընդդիմադիր ուժերը։ Այլ հարցը ինչ կլինի հանրաքվեում։ Կարծում եմ հանրաքվեում ուղղակի մարդկանց ծեծ ու ջարդով ստիպողաբար կտանեն, կստիպեն, որպեսզի մարդիկ կողմ քվեարկեն այդ հանրաքվեին։ Սահմանադրությունը իհարկե դրանից հետո կարող է լինել խաղաղություն, բայց մեկ օր հետո կարող է լինել պատերազմ եւ Ադրբեջանը կարող է խաղաղության պայմանագիրը ձեռքին գրավել Թուրքիայի հետ իհարկե գրավել Սյունիքի մարզը։ Սա այն իրականությունն է, որին մեր բնակչությունը պետք է պատրաստ լինի եւ ինչ էլ որ լինի, այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք, որ դրան արժանացել է Հայաստանի բնակչությունը։ Մարդիկ, որոնք գնացել եւ կամովին կամ ոչ իրենց կամքով, բայց վախենալով քվեարկել են այս մարդկանց օգտին, այդ մարդիկ արժանի են ամեն ինչի, ինչ էլ որ իրենց հետ պատահի, ինչպիսի հանցանքներ էլ որ իրենց հետ գործեն իշխանությունները, դրան արժանացել են այդ բնակչությունը, ովքեր գնացել ընտրել են այս մարդկանց։ Եվ այս առումով, գիտեք, մենք տեսնում ենք նաեւ, որ հոգևոր արժեքների վրա եւս հարցակում կա։ Միայն նյութական տարածքային արժեքները չեն խնդիրը։ Մենք տեսնում ենք, որ Ազգային ժողովի ամբողջանը ազգային ժողովի ամբողջը հայտարարեց այո
Փաշազադեն հոգևոր առաջնորդ է, բայց մեր ձեր եւ հայ ժողովրդի քրիստոնյա աշխարհի ընտրված հոգևոր առաջնորդ Վեհապար Հայրապետին իրենք հոգևոր առաջնորդ չեն համարում։ Դե, տեսեք, ես ուզում եմ այստեղ հիշեցնել 1700-ականներին, 1720-ականներին Սյունիքի ղեկավար Մելիք Ֆրանգյուլի պատմությունը, շատ հետաքրքիր ընդհանրություններ են, Դավիթ Բեկում, Ռաֆու Դավիթ Բեկը որ կարդաք, ընդհանրապես կարդացեք, էլի, կարդացեք եւ շատ բաներ կտեսնեք ընդհանրություններ։ Մելիք Ֆրանգյուլը 1720-ականներին ղեկավարում էր Սյունիքը, ուրեմն նա որպեսի թուրքերի աչքը մտնի կամ չգիտեմ որտեղ, ինչ էր անում, նախընդունեց իսլամ, հետապնդեց հայ հոգևորականությանը, սպանեց հայ հոգևորականությանը, ապա իր դստերը ստիպողաբար դարձրեց մուսուլման, ամուսնացրեց թուրքի հետ եւ Սյունիքը դարձրել էր թուրքերի համար այսպես ոտնատակ տալու տարածք։ Եվ միայն այն բանից հետո, երբ Դավիթ Բեկը իր զորքով կարողացավ հաղթել Մելիք Ֆրանգյուլին եւ Կապանի Արծվանիկ գյուղի մոտ դաժանաբար ոչնչացրին Մելիք Ֆրանգյուլին եւ նրա լեշը գցեցին մի փոսի մեջ եւ վրան էլ այս քարի վրա բանալի քանդակեցին, որ ով իմանան բոլորը, որ այդտեղ այսպես ոնց ասեմ, թաղված է Մելիք Ֆրանգյուլը եւ անցել են 3 դար է անցել, բայց մարդիկ մինչեւ այսօր իմացողները գնում են եւ թքում ու միզում են այդ քարի վրա։ Այդ է սպառնում սպասվում բոլոր այն հանցագործներին, ովքեր Թուրքի հետ բարեկամանալու, թուրքանալու համար դավաճանում են հայրենիքին, հրաժարվում են ամեն ինչից։ Հիմա ես որ տեսնում եմ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այսպիսի հարձակումները, ակնհայտ է, որ ոչինչով այս մարդիկ չեն տարբերվում Մելիք Ֆրանգյուլից։ Այսինքն սա դավաճանի բացահայտ, անթաքույց, դասական կերպար է։ Այո, ընդունել թշնամու հոգևոր արժեքները, այո, հրաժարվել ազգային արժեքներից եւ այո, ոտնակող տալ բոլոր այն ազգային արժեքները, որոնցով ազգը ազգ է մնում։ Բայց գիտեք, չի կարող դա հաջողության հասնել։ Ինչու եմ վստահ, որովհետև Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից շատ ավելի ուժեղ, շատ ավելի մեծ ներքին թշնամիներ են եղել Հայաստանում, բայց եւ եկեղեցին է մնացել կանգուն եւ ազգն է մնացել կանգուն, թեպետ էլի օրինակ Գարեգին Նժդեհին հայերը բազմիցս փորձել են սպանել, բնակչությունը փորձել է սպանել, որովհետև թուրքերը գլխագին են խոստացել Նժդեհի համար, Զորավար Անդրանիկին հայերը բազմիցս փորձել են սպանել, բայց ի վերջո Սյունիքը մերն է մնացել եւ հայրենիքն էլ այդ թեկուզ փոքր մնացել է կանգուն։ Եվ այստեղ ուղղակի ես պիտի խնդրեմ այն մարդկանց, ովքեր իրենց գաղափարական, բարոյական արժեհամակարգով դեռևս հայ են մնացել եւ պինդ են, ոչ թե վաճառվում են եւ ոչ թե թուլանում են, ուղղակի խնդրում եմ մնացեք այդպիսին, պարտադիր չէ որ դուք դուրս գաք փողոցում անընդհատ Նիկոլ հայհոյեք, որպեսի ձեր ազգային մնալը ապացուցեք։ Մնացեք ազգային, մի դավաճանեք արժեքներին, եթե անգամ դուք դպրոցի տնօրեն եք, եթե անգամ ինչ որ պետական հաստատությունում եք աշխատում, չգիտեմ, չինովնիկ եւ այլն, հիշեք, կարևորը ոչ թե պաշտոնն է, ոչ թե այսօրվա ստացած փողն է, կամ եթե ոչ մի պաշտոնյա էլ չեք, ուղղակի հայ սովորական մարդ եք, բայց ձեր արժեհամակարգով, ձեր բարոյականությամբ, ձեր գաղափարներով հայ եք եւ չեք ուզում դավաճանել ազգային արժեքներին, չեք ուզում թուրքանալ, մնացեք այդպիսին եւ համոզված եղեք, որ ձեր սկզբունքայնությունից է կախված նաեւ հայրենիքի ապագան։ Ես հասկանում եմ, որ մեր օրերում հայրենիքը ծաղրվում է։ Ես հասկանում եմ, որ մեր օրերում նյութապաշտությունը ամենտեղ ավելի մեծ այսպես տեղ է ստանում, քան ազգայինը, քան բարոյականությունը, բայց հիշեք, նյութը, փողը վերականգնելի է, կորցրած բարոյականությունը անվերականգնելի է։ Դուք կարող եք այսօր աղքատ լինել, դուք կարող եք այսօր ունենալ աշխատանքային խնդիրներ, կարող եք փող չունենալ, կարող եք, չգիտեմ, հալածվել մարդկանց կողմից, բայց դա կարող եք վերականգնել։ Բայց երբ որ դուք կորցնեք ձեր բարոյականությունը, երբ որ կորցնեք ձեր ազգային արժեքները, երբ որ դուք օրինակ
չգիտեմ, ինչ որ պաշտոն եք զբաղեցնում, պայմանական դպրոցի տնօրեն, դուք այսօր ասում եք, որ դուք չեք ընդունում թուրքացումը, բայց վաղը հանուն ձեր պաշտոնի պահպանության ընդունում եք թուրքացումը եւ այսպես գցնում եք այս մարդկանց, համոզված եղեք, դուք այլևս երբեք չեք կարող վերականգնել ձեր բարոյական կերպարը։ Հետևաբար հայտնի ժողովրդական խոսք էլ կա, երբ որ ցեխը ընկնում է մարդու հագուստի վրա, ցեխը չի մաքրվում, մարդն է կեղտոտվում։ Մի արեք այնպես, որ դուք կեղտոտվեք եւ այլևս երբեք չկարողանաք մաքրվել։ Շնորհակալ եմ։